Ես կազմել եմ այս գծապատկերը, որպեսզի պատկերավոր ցույց տամ մեր մինչ այս կատարած աշխատանքը եւ օգնեմ ձեզ տեսողականորեն պատկերացնել նախշը։ Գծապատկերում թվերը ներկայացված են յուրաքանչյուր հատի համար։ Կենտրոնում գտնվող մոխրագույն շրջանը ներկայացնում է առաջին փուլը, որտեղ մենք գործեցինք 6 անթելսյուն ամիգուրումի օղակի մեջ։ Դրսի կողմից գտնվող ավելի մեծ սպիտակ շրջանը ներկայացնում է երկրորդ շրջանը, որը բաղկացած է 12 հատից։ Երկրորդ փուլում մենք հելունը անցկացրեցինք առաջին հատի մեջ, որը նշված էր ամրակով, եւ ստեղծեցինք 1 անթելսյունից այդ անցքում։ Այդ հատը գծապատկերում նշված է որպես համար 1, այն նշված է կարմիրով, եւ դուք կարող եք տեսնել այն դրսի սպիտակ շրջանակի վրա։ Սա նշանակում է, որ մենք կատարել ենք մեր երկրորդ շրջանի առաջին անթելսյունը։ Դրանից հետո մենք կատարել ենք երկրորդ անթելսյունը նույն անցքի մեջ, ստեղծելով ավելացման հատ։ Կրճատ ավելացման հատ գրում ենք AVL։ Մեր երկրորդ փուլի հրահանգներում ասվում է, որ մենք պետք է կատարենք 6 ավելացման հատ, եւ դա կտա ընդհանուր 12 հատ, քանի որ յուրաքանչյուր ավելացման հատ ստեղծում է 2 հանգույց։ Գծապատկերի աջ կողմում գտնվող փակագծերի մեջ նշված է թվերը, որով ավարտվում է շարքը, երբ ավարտում ենք շրջանը այդ քանակի հատեր ունի։ Եթե ուշադիր ուսումնասիրեք գծապատկերը, կնկատեք, որ երկրորդ փուլի յուրաքանչյուր 2 հատը համընկնում է առաջի փուլի 1 հատի հետ։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է մեր աշխատանքը զարգանում փոքր շրջագծից դառնալով ավելի մեծ։